Դեռևս 2019 թվականից Հայաստանի և Չինաստանի միջև գործող հումանիտար և հասարակական համագործակցությունը դրսևորվել է նաև Ցայք հեռուստաընկերության կողմից չինական ֆիլմերի ցուցադրությամբ։ Հայ-չինական համագործակցությունը նոր զարգացում ստացավ օրերս, երբ Չին-հայկական հարաբերությունների տարածաշրջանային զարգացման հիմնադրամ ԲԲԷ-ի և Ցայք ՍՊԸ-ի միջև ստորագրվեց նոր փոխըմբռնման և համագործակցության հուշագիր։ Փաստաթուղթը միտված է ամրապնդելու արդեն ձևավորված գործընկերությունը և ընդլայնելու համատեղ ծրագրերի շրջանակը մշակույթի, կրթության, մեդիայի, զբոսաշրջության, ներդրումային և հասարակական նախաձեռնությունների ոլորտներում։ Հուշագրի առանցքային նախաձեռնությունը Վարդան Մամիկոնյան հարթակ նախաձեռնությունն է, որի նպատակն է ստեղծել համագործակցության նոր ձևաչափ, միավորելով պետական, հասարակական և մասնագիտական կառույցների ջանքերը։ Նախատեսվում է համատեղ իրականացնել վավերագրական և հեռուստատեսային նախագծեր, կազմակերպել մշակութային միջոցառումներ, փառատոներ, ցուցահանդեսներ, ինչպես նաև խթանել կրթական, գիտական և զբոսաշրջային ծրագրերը։ Մեզ համար տեղի է ունեցել նշանակալի իրադարձություն։ Մենք պատրաստել ենք հրատարակություն Վարդան Մամիկոնյանի մասին առաջին ամսագիրը չինարեն լեզվով։ Սա մեծ արձագանք է գտել Չինաստանում և բազմաթիվ մարդիկ հետաքրքրված են դրանով։ Վարդան Մամիկոնյանը չին և հայ ժողովուրդների փառավոր զավակն է։ Այս համատեքստում մենք նախատեսում ենք Ցայք հեռուստաընկերության հետ կազմակերպել մի շարք համատեղ ծրագրեր։ Դրանք ներառում են վավերագրական ֆիլմերի ստեղծում, ինչպես նաև Վարդան Մամիկոնյանի հետ կապված իրադարձությունների լուսաբանում, մամուլում և հեռուստատեսությամբ։ Վարդան Մամիկոնյանը կամուրջ է Չինաստանի և Հայաստանի միջև, որը նպաստում է երկու երկրների՝ Հայաստանի և Չինաստանի կապերի ամրապնդմանը։ Կարծում եմ այսօր մեզ համար շատ նշանակալի օր է։ Այսօր մենք ստորագրեցինք համագործակցության հուշագիր, որը նոր սկիզբ դրեց մեր երկարատև համագործակցությանը, որն արդեն շարունակվում է ավելի քան 8 տարի։ Գործընկերության կարևոր ուղղություններից են նաև պաշտոնական և աշխատանքային այցերի, գիտաժողովների ու համաժողովների կազմակերպումը, որոնք միտված են երկու երկրների մասնագիտական և մշակութային կապերի խորացմանը։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվում Վարդան Մամիկոնյանի նվիրված վավերագրական ֆիլմաշարի ստեղծմանը, Վարդան Մամիկոնյան հարթակի հայեցակարգի մշակմանը և Հայաստանի պետական կառույցների ու Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանության հետ համագործակցության ընդլայնմանը։ Նոր հուշագրի ստորագրումը մասնակիցները գնահատում են որպես հայ-չինական համագործակցության հերթական կարևոր քայլ։ Ակնկալվում է, որ այն կխթանի համատեղ նախագծերի իրականացումը, կնպաստի երկու երկրների հասարակությունների միջև կապերի խորացմանը և նոր հնարավորություններ կստեղծի տարածաշրջանային համագործակցության զարգացման համար։ Գայանե Հովհաննիսյան, Ռայել Ազարյան, այսօր։